Այսօրվա պես հիշում եմ ինձ վախեցած, տոմսը ձեռքիս, ճամպրուկս հավաքած օդանավակայանում սիրտս թրթռում էր ու գիտեի, որ հրաժեշտ եմ տալիս ընտանիքիս անդամներին անորոշ ժամանակով, բայց նաև հրաժեշտ եմ տալիս հին Էվելինային։ Շատ վախենալու է 22 տարեկանում իմանալ, որ դու գնում ես սկսելու կյանք զրոյից։ Չգիտեմ իրականում այս երազանքին նախապատրաստվելու փուլն էր ավելի դժվար, թե զրոյից կյանք սկսելը։ Ինձ մի պահ թվում էր, ես ուրիշ գերմաներեն եմ սովորել, որովհետև ոչ մի բան չէի հասկանում, թե իմ հետ ինչ են խոսում, չէի կարողանում տուն գտնել, որը վարձակալելու եմ, չէի կարողանում հաշիվ բացել, որովհետև հասցե չունեմ։ Մի խոսքով ինձ կհասկանան այն մարդիկ, ովքեր տեղափոխվել են նոր երկիր միայնակ զրոյից կյանք սկսելու։ Ինձ շատերը այսօր մեղադրում են, որ այսքան փորձություններ անցնելուց հետո ես թողել եմ բժշկության ուղին, բայց դրա մեղավորը հենց դուք եք։ Ես քանի որ Գերմանիայում շատ միայնակ եմ, սկսեցի ձեզ հետ կիսվել իմ առօրյայով։ Եվ թեպետ ես երբեք չէի պլանավորել դառնալ հայտնի կամ զբաղվել բլոգինգով, այն տեմպերը, որով աճեց իմ բլոգը եւ այն համագործակցների քանակը, որոնք սկսեցի ես ստանալ, ինձ ստիպեցին ընտրություն կատարել երկու կյանքի միջև։ Թեպետ սա իմ երազանքների կյանքն է, ես երբեք չէի լինի այստեղում, եթե անցած չլինեի նախորդող ուղին։